բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց սկսենք հենց այս հարցից։ Վերջերս տեսնում ենք եւ մամուլում էլ բազում հրապարակումներ կան, որ վախերի ահերի մեջ են ԿՊԱ-ական Լևոն Փաշինյանը, գոռում են ըստ էության դա ինչպես վերնագրել էինք, որ վերջերս Ռուբեն Ռուբինյանը խոսում էր այն մասին, որ նախագահներ, օլիգարխներ չեն լինելու, Նիկոլ Փաշինյանը ու այն պարագայում, որտեղ 3-4 ուժ են ընդհանուր այս պահի դրությամբ դեռևս իրական հայտ ներկայացրել, այս ինչի դրսևորում է, խնդրեմ սրանից սկսենք, նաև հաջորդիվ օրը բացվում է կամ օրը ավարտվում է կրակոցներ Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, 3 տեսակ աջակնյակում ինչ էր տեղի ունեցել, մահ, զոհեր, այս հայտարարությունը ուր են, ինչով են զբաղված Նիկոլ Փաշինյանի ոստիկանական համակարգը, ինչով է զբաղված, խնդրեմ եւ արդեն մի քանի հարցեր եք առանձնացրել։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես շատ կարևոր հարցադրումների մասին եք խոսում, այո, ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը իրենց վախերը արդեն չեն կարողանում պահել, արդեն իրենց թիմը չի կարողանում այդ վախերը կոծկել, իսկ ինչ վախերի մասին է խոսքը, նրանք շատ լավ հասկանում են, որ այլևս վերընտրվելու շանսեր չունեն։ Նրանք շատ լավ հասկանում են, շատ լավ ուսումնասիրել են ժողովրդի տրամադրությունները, շատ լավ հետազոտություններ են անցկացրել եւ այդ հետազոտությունների պատասխաններն ու արդյունքները իրենց այդ վախերի մեջ է մտցրել։ Այո, նրանք վախենում են, որ այլևս չեն վերընտրվելու, բայց ամենից շատ իրենց վախը այն պատիժն է, որի առաջ պետք է կանգնեն, քանի որ չեն վերընտրվել, իսկ դրանից առաջ նրանք չեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր խոստումները, իսկ այդ խոստումները չկատարելը ենթադրում է բավականին լուրջ պատիժներ։ Այո, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են խոստացել այդ թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչի դիմաց եւ ինչ պատժի է առաջ են կանգնելու այդ խոստումները չկատարելու համար եւ այս վախերի դրսեւորման արդյունքում նրանք այսօր հարձակվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, նրանք հարձակվում են ազգային ուժերի վրա, նրանք հարձակվում են անհատների վրա, ովքեր վիճակի են որևէ կերպ համախմբելու ժողովրդին եւ պայքարելու իրենց վերընտրության դեմ։ Սա նրանց վախերի դրսեւորման հիմնական պատճառն է եւ ըստ էության տեսնում ենք, նրանք չեն դադարում նորանոր այն ուժերի վրա հարձակվել, ովքեր հայտարարում են իրենց մասնակցությունը ընտրություններին եւ հստակ հայտարարում են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, որպեսզի պայքարեն այս իշխանություններին, օրվա իշխանություններից հեռացնելու համար։ Նրանք վախենում են, որ ազգային ուժերը ի վերջո պետք է համախմբվեն եւ դա այդպես է լինելու է եւ իրենք այլևս այն աթոռները, որ այսօր որի վրա այդպես նստած են, չեն ունենալու, իսկ աթոռից զրկվելուց անմիջապես հետո նրանք բնականաբար պատժի առաջ են կանգնելու եւ եթե խոսում ենք այսօրվա բռնաճնշումների մասին, եթե խոսում ենք այսօրվա նաեւ դուք նշեցիք կրակոցների մասին, այո, իսկապես մենք տեսնում ենք, որ այսօր հնարավորինս ավելանում են նման հանցագործությունների, նման գործողությունների թիվը, ինչու, որովհետեւ ոստիկանությունը այսօր զբաղված է միայն ԿՊ-ին, Նիկոլին ու նրա ընտանիքի անդամներին պաշտպանելով, ոստիկանությունը այլ գործ չունի, քան հազարներով, հարյուրներով ուղեկցի որևէ ԿՊ-ականի, ուղեկցի Նիկոլ Փաշինյանին, ուղեկցի նրա ընտանիքի անդամներին եւ նա իհարկե ժամանակ չունի հետևելու կարգ ու կանոնին, ժամանակ չունի Երևանի փողոցներում, հանրապետության փողոցներում որևէ կարգ ու կանոնի հետևելու, իսկ ոստիկանության թիվը օրեցօր ավելանում է եւ արդյունքում ոստիկանության թվի ավելացումը, պարեկների թվի ավելացումը դառնում է ուղիղ համեմատական այն քրեական հանցագործություններին, որ կատարվում են այսօր մեր երկրում ամեն օր փողոցում, մարդ է սպանվում, մարդ է վիրավորվում, կրակոցներ են հնչում, սա է այս իշխանության պատկերը եւ բնականաբար մենք պետք է ամեն ինչ անենք նման պատկեր ունեցող իշխանությունից ազատվելու։ Եվ ես այսօր ավելի շատ ուզում եմ խոսել այո ընտրությունների, առաջիկա ընտրությունների եւ նրան պատրաստվելու մասին։ Ինչպես է ԿՊ-ն պատրաստվում այսօրվա ընտրություններին, սիրելի հայրենակիցներ։ Թեկուզ իրենք ամեն օր հայտարարում են, որ ընտրությունները չեն կեղծվելու, իրանք միակ այն ուժն են, որոնք ապահովում են չկեղծված ընտրություններ, բայց իրենք ամեն ինչ անում են իրավական հիմքեր ստեղծելու առաջիկա ընտրություններում ընտրությունները կեղծելու վերաբերյալ։ Նախ սկսեմ այն օրենսդրական փոփոխություններից, որոնք իրենց համար ապահովելու են ընտրությունների կեղծիքների իրավական հիմքերը։
Այդ հայտարարություններից բացի դուք հասկանում եք, իրենք արդեն իրավական ուժ են տալիս այնպիսի որոշումների, որոնք ապահովելու են իրենց ընտրակեղծիքները կոծկելուն, որոնք ապահովելու են իրենց վերընտրությունը, եւ ըստ էության ստացվում են, տեսեք, իրանք ընդհանրապես վերջերս մեկ ամսվա մեջ ընդունեցին երկու օրենքի փոփոխություն։ Առաջինը ընտրական օրենսգրքում դիտորդական առաքելությունների հավաստագրման վերաբերյալ, այսինքն դիտորդական առաքելությունը իրավունք է ստանալու գործել այն եւ միայն այն ժամանակ, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավանություն կտրա նրա գործունեությանը, հավաստագիր կտա։ Իսկ ինչ սկզբունքների հիման վրա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հավաստագիրը տա, այդ թույլտվությունը տա դիտորդական առաքելության գործունեության օրենքում ամրագրված չէ։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքն իրենով է որոշելու, թե ինչպես ընտրի այն առաքելությունը, այն դիտորդական կազմակերպությունը, որին կթույլատրի։ Դուք պատկերացնում եք, թե ինչ է նշանակում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Հովակիմյանը, Վահագն Հովակիմյանը, ով օրենքի սահմանադրական օրենքի խախտումով ընտրվել է ԿԸՀ նախագահ, ով ի պաշտոնե պետք է լիներ անկախ մարմին։ Ինքը որպես վարչության անդամ, ՔՊ վարչության անդամ, ՔՊ պատգամավոր, ինքը որպես կախյալ մարմին ընտրում է իրեն որպես անկախ անձ։ Սա ծաղր է, եթե ոչ, չգիտեմ, ավելի կոշտ բառ ասեմ։ Հասկանում եք, այդ նույն Հովակիմյանը հիմա այսօր պետք է ընտրի այն առաքելությանը, որին թույլ կտա որին համաձայնություն կտա մասնակցելու որպես դիտորդական կազմակերպություն։ Բնական է ինչին է միտված դա, որպեսզի այն դիտորդական առաքելությունները, որոնք իրենց քթին հաճո չեն, որոնք իրենցից կախյալ վիճակում չեն, այդ առաքելությունները չեն գործելու եւ կգործեն այն առաքելությունները, որոնք պատրաստ են ընտրությունների արդյունքները հաստատելու, եթե դա իրենց ձեռք է տալիս, եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ բացասական եզրակացություն տալու, եթե դա իրենց ձեռք չի տալիս։ Սա մեկ, այսինքն ըստ էության դիտորդական առաքելությունը, որը կոչված էր հետևելու ընտրությունների չկեղծումները, իրենք արդեն դարձնում են այնպիսին, որ դիտորդական կազմակերպությունները կտան իրենց ուզած եզրակացությունը։ Բա սա ընտրությունները կեղծելու նախապատրաստվելու քայլ չէ, հապա ինչ է։ Հաջորդը տեսալսողական մեդիան, բոլոր այն ԶԼՄ-ները, բոլոր այն հեռարձակողները, բոլոր այն հաղորդում իրականացնող ԶԼՄ-ները, ովքեր որ պետք է որևէ հաղորդում հեռարձակեն, նրա այդ հաղորդումների հեռարձակման թույլտվությունը պետք է տա ՀՌՀ օրենքի վերջին փոփոխության արդյունքում։ Էլի նորից որևէ սկզբունք չի ամրագրված, էլի նորից որևէ որոշում չափորոշիչ չի արձանագրված։ Իսկ ՀՌՀ-ի նախագահը հայտնի Հակոբ Մովսեսն է, ով հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման արդյունքում արձանագրվեց, որ խախտել է սահմանադրական նորմը անկախություն, զսպվածություն, քաղաքական զսպվածություն ցուցաբերելու։ Հիմա ամբողջ ԿՊ-ն իրեն պաշտպանեց եւ չհեռացրեց այդ պաշտոնից։ Հիմա այդ մարդը բնականաբար ինքն է որոշելու, թե որ հեռահարցակումը, որ վերահաղորդվող հաղորդումը կարող է համարվել ներքին գործերին միջամտություն։ Խելքի հաշեցեք, Հակոբ Մովսեսը պետք է որոշի անձամբ, թե այս հաղորդումը ներքին գործերին միջամտություն է, թե ոչ, այս հաղորդումը ներքին գործերին միջամտություն չէ։ Բնականաբար այն հաղորդումները, որոնք իրենց քիմքին հաճելի չեն, այդ հաղորդումները պետք է փակվեն։ Ես նաև քրեական օրենսգրքում կատարված իրենց փոփոխությունով, տեսեք իրենք ինչ փոփոխություն են արել։ Ուրեմն օրենքում կատարված փոփոխության համաձայն ընտրությունների օրը հայտնի դառնալուց հետո որևէ մեկը, ով հետագայում նույնիսկ կհայտնվի որպես վստահված անձ, կհայտնվի դիտորդական առաքելության կազմակերպության մեջ, կհայտնվի ցուցակներում, կհայտնվի առաջադրվող կազմակերպությունու շտաբներում, նա իրավունք չունի որևէ բարեգործական գործունեություն ծավալելու։ Հասկանում եք, ինքը շատ լավ գաղափար է, բայց արդեն փետրվարի 5-ից ընտրությունների օրը հայտարարվել
հայտարարվել է, բայց ընտրարշավը եւ ընտրությունների հայտարարման գործընթացը, ընտրություններին մասնակցության պաշտոնական գրանցումը կատարվում է ընտրություններից 40-50 օր առաջ։ Այսինքն մարդիկ դեռ չգիտեն իրենք առաջադրվելու են թե չէ, իրենք վստահված անձ լինելու են թե չէ, իրենք դիտորդ լինելու են թե չէ, բայց իրենք այսօրվանից արդեն վերահսկողության տակ կհայտնվեն բնականաբար եւ հսկողությամբ կունենան, կհավաքեն բավականին, այսպես ասած, տվյալների բազա, պաշար եւ վաղը մյուս օրը, եթե այդ անձը իրենց քիմքին հաճելի չէ, իրենց արածը չի, իրենց ասածն ու իրենց ուզածը չի անելու, այդ գործերը կբերեն ջրի երես եւ նրանց վրա քրեական գործեր կհարուցեն։ Սա է այս իշխանության գործելավոճը, սա է ՔՊ տեսակը եւ այս ՔՊ տեսակը այսօր հայտարարում է, որ որևէ իշխանության ժամանակ ընտրակերտիկներ այնքան չեն մերժվել ընտրակերտիկները, որոնք որպես ինչքան իրենց ժամանակ։ Սա խեղկատակություն է, սա խայտառակություն է եւ մենք որևէ կերպ իրավունք չունենք այս իշխանությանը հնարավորություն տալու վերընտրվելու։ Բայց այսօր ես իսկապես ուզում եմ ավելի շատ խոսել, սիրելի թոշակառուներ, ձեր հետ եւ ձեր մասին։ Այսօր կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից անցնում են անկանխիկ տարբերակի։ Խնդրեմ, այս մասով ինչ խնդիրներ է սա։ Այո, ես երբ կխոսեմ թե թոշակառուների հետ, թոշակառուների մասին, ԿՊ վերաբերմունքի մասին, կխոսեմ նաև այդ մասին։ Սիրելի թոշակառուներ, նախ ասեմ, որ Հայաստանում փաստորեն արդեն հայտարարվել է ընտրողների թիվը 2.500.000-ի կարգի, 600,000-ից ավել միայն թոշակառուներ են այդ ընտրողների ցանկում, 510,065 եւ ավելի թոշակառուներ, 100,000-ի կարգի 63-64 տարեկաններ։ Ինչու եմ ես այս տարիքները այսպես առանձնացնում, որովհետև իշխանությունը որոշել է առանձնացնել 63-64 տարեկան թոշակառուներին 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներից եւ մի մասին տրամադրել ապահովագրություն առողջության ապահովագրական համակարգից օգտվելու հնարավորություն, իսկ մյուս մասին չտրամադրել։ Դրա համար ես այսպես թվերն առանձնացրեցի։ Սիրելի թոշակառուներ, դուք կազմում եք ընտրողների ցանկի 1/4-ը, բայց այս իշխանություն դուք իրենց ոչ միայն ընտրողների ցանկի, նաև ընտրողների մեծ մաս, բավականին մեծ տոկոս եք կազմում նրանց ընտրելու մեջ։ Ըստ էության այս իշխանությունները առաջին հերթին հենց ձեզ են խաբել, ինչու, որովհետև դուք ամենաշատը իրենց վստահեցիք, որովհետև դուք ամենաշատը իրենց ընտրեցիք եւ ձեր ձայնով ընտրված իշխանությունը այսօր այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք ընդհանրապես հեռու են թոշակառուների սպասելիքներից։ Հենց բերված օրինակը որոշում են կայացրել, որ այո, թոշակները դուք բոլորդ պետք է ստանաք անկախիկ ձևով։ Այսինքն ասել է, թե որևէ բանկին պետք է բանկից պետք է ստանաք այդ բանկային քարտը եւ այդ թոշակները ձեզ մոտ պետք է նստի բանկային քարտով։ Եվ դուք ձեր բնականաբար առևտուրը ավելի շատ պետք է անեք բանկային քարտով, բայց այսպեսի եւ եթե դուք մինչեւ մարտի կեսերը կամ ինչ որ ժամկետ են դրել, անկեղծ ասած չեմ էլ հիշում, եթե մինչեւ այդ ժամկետը ինքներդ չեք ընտրում ձեր բանկը, ապա իրենք ավտոմատ ձևով իրենք ձեզ կցելու են կոնկրետ բանկին, այսինքն իրենք են ձեզ կոնկրետ բանկից քարտ տրամադրելու։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք շատ լավ գիտենք, չէ, որ ծայրամասերում, շատ հեռավոր գյուղերում մեր թոշակառուները, որտեղ բանկեր չկան, որտեղ բանկամատներ չկան, իրենք նույնիսկ չեն էլ կարողանալու մոտենալ ասենք մարզ կենտրոն, որպեսզի որևէ բանկում գրանցվեն, որևէ բանկից բանկային քարտ ստանան եւ ստացվում է, որ փաստորեն իշխանությունը ավտոմատ ձևով ընտրելու է այս թոշակառուի համար կոնկրետ բանկ։ Պարզ չի, որ իրենք ընտրելու են իրենց սրտի օլիգարխի բանկը։ Պարզ չէ, որ իրենք ընտրելու են այն բանկերը, որոնց հետ իրենք հստակ համագործակցում են տարբեր հարցերի շուրջ։ Նման բանկերի ընտրությունով եւ հարց է առաջանում. լավ, այս գյուղացին թոշակառուն, որի մոտակայքում բանկ չկա, որի մոտակայքում բանկամատ չկա, ինչպես է ստանալու այդ գումարը, եթե իրենց տարածքում այդ բանկոմատը չկա, այսինքն իրենք ստիպում են, որ թոշակառուն ինքը անպայմանորեն անկախիկ ստանա եւ անկախիկից
անկախիկ վճարումներ անի, բայց էլի եմ կրկնում, իբր թե լավություն են անում թոշակառուին, իբր թե կանխիկից հետ վերադարձ 20% հետ վերադարձ ստանալով թոշակառուի թոշակը բարձրացնում են։ Սիրելի թոշակառուներ, դուք մի անգամ էլ եմ ասել, էլի եմ ասում, դուք շատ լավ գիտեք, որ ձեր ստացած 40-45 հազար թոշակի 15-20 հազարը ամենակիչը դուք վճարում եք կոմունալների։ Հետևաբար իսկ կոմունալներից հետ վճար չկա, որոշ գումարել դուք ձեր ձեռքի տակ եք ունենում, այսինքն 10-15 հազարից դուք կարող եք լավագույն դեպքում այդ 20 հազար հետ վերադարձը ստանալ, լավագույն դեպքում 15 հազարի 20%-ը 3 հազար է, և սրանով նրանք փորձում են ձեր աչքերին թոս փչել, սրանով փորձում են ձեզ խաբել, որպեսզի դուք իրենց վերընտրեք, այսպես ասած, հատկապես 63 և 64 տարեկան թոշակառուները, ում եթե 65 և ավելիին խաբում են, ասում են, դե գիտեք, ձեր թոշակները 10 հազարով չենք ավելացնում, որովհետև դուք ծախսել չգիտեք, բայց այ տեսեք, առողջության ապահովագրական համակարգից օգտվելու հնարավորություն եք տալիս, 63-64-ին դրանից էլ են զրկել, 63-64 տարեկան թոշակառուները ոչ ապահովագրությունից են օգտվելու, ոչ էլ 10 հազարն է իրենց թոշակներից ավելանալու, և դեռ ավելին ասում են, դուք ոչ միայն չգիտեք, համ ասում են դուք չեք կարող այդ 10 հազարը ծախսել, որովհետև դուք ծախսելու ձևը չգիտեք, համ էլ ասում են, 63-64 տարեկան ես, թոշակառու ես, գնա բիզնեսով զբաղվի, խելքի հաշեցեք, և գիտեք ինչն է հետաքրքիր, լավ, ենթադրենք, եթե 65 և ավելիին դուք 10 հազարի փոխարեն առաջարկում եք առողջության ապահովագրական համակարգից օգտվել, բայց չէ որ այդ նույն համակարգից օգտվելու հնարավորություն ունեն բոլոր հենց այդ նույն պաշտոնյաները, հենց այդ նույն նախարարները, հենց այդ նույն փոխնախարարները, ովքեր բացի համակարգից օգտվելու հնարավորությունից բարձր աշխատավարձից նաև ստացել են ու դեռ ստանալու են, երկրորդ փուլ էլ կա, ասում են 7-ից 9 միլիոն դրամ պարգևավճար։ Սա է ձեր սպասելիքը այս իշխանություններից եղել, սիրելի թոշակառուներ, էլի եմ կրկնում, դուք ամենաշատը հավատացիք և դուք ամենաշատը խաբվեցիք, սիրելի թոշակառուներ, եթե դուք ուզում եք, որ իսկապես դուք մենակություն չունենաք ծերության տարիքում, որպեսզի ձեր ընտանիքի երիտասարդները չհեռանան այս երկրից, որպեսզի ձեր ընտանիքի երիտասարդները իրենց ապագան կապեն իրենց մեր երկրի հետ, ապագան կապեն հենց ձեզ հետ, ձեր ընտանիքի, ձեր բնակավայրերի հետ, ուրեմն պետք է ամեն ինչ անեք, որ ազատվենք այս իշխանություններից, սիրելի թոշակառուներ, ընտրելով ՔՊ-ին, ընտրելով Նիկոլ և Նիկոլամերձ ուժերին, դուք աջակցում եք, դուք ձայն եք տալիս այն ուժին, որի գործունեության արդյունքում ձեր երիտասարդները արտագաղթում են, սա էիք դուք ուզում, դուք սրան էիք այսքան հավատում, դուք սրան էիք այսպես նախընտրություն տալիս, իհարկե ոչ, համոզված եմ, և շատ լավ գիտեմ, որ ինչու են այսպես ՔՊ-ական ուժերը այսպես հիստերիայի մեջ մտել, այսպես բռնաճնշումներն ուժեղացել, որովհետև իրենք հարցումներով շատ լավ գիտեն, որ երիտասարդությունը այլևս ընդհանրապես իրենց չի վստահում, երիտասարդությունը այլևս դեմ է այս իշխանությունների մասին նույնիսկ խոսելուց, երիտասարդությունը անպայմանորեն մասնակցելու է և դեմ է քվեարկելու այս ուժերին, հետևաբար սիրելի թոշակառուներ, դուք պետք է կանգնեք հենց ձեր ընտանիքի երիտասարդների կողքը, դուք պետք է կանգնեք երիտասարդության կողմը, որպեսզի մեր երիտասարդությունը ազատվի այս ապիկար, ապազգային հակապետական իշխանություններից, դուք ըստ էության փաստացիորեն դուք եթե փորձում եք որևէ ուժի գնահատել, որպեսզի ընտրության ժամանակ ճիշտ ընտրություն կատարեք, պետք է նախ հասկանաք, ինչքանով է այն ուժը, որը իր թեկնածությունն առաջադրել է, տեր կանգնել իր խոստումներին։ Հիմա հիշենք, թե ինչ խոստումներ էին տվել այս ուժերը իշխանություն գալուց առաջ, ինչ խոստումներ են տվել ձեզ սիրելի թոշակառուներ, ՔՊ-ն, ՔՊ-ամերձ, նրանք խոստացան ձեզ ապագա, նրանք խոստացան ձեզ տնտեսության զարգացում, նրանք խոստացան աշխատատեղեր, այդ աշխատատեղերը չկան, այդ տնտեսությունը չկա և հետևաբար ձեր երիտասարդները լքում են ավելի շատ են լքում մեր երկիրը, սա էր ձեր ուզածը իհարկե ոչ, նրանք խոստացան ինքնիշխանության պահպանում,
Նրանք խոստացան սուվերենության պահպանում, իսկ ինչ ունենք այսօր, ունենք մեր սահմանամերձ շրջանում ադրբեջանական զորքի առկայություն, բա մեր սուվերեն տարածքներում սուվերեն տարածքները երբ են ազատվելու այս իշխանություն այդ ադրբեջանական զորքից, երբ են ադրբեջանական զորքերը հեռանալու։ Նրանք խոստացան հայրենասիրությունը, հայրենիքը, պետությունը, պետականությունը առաջնահերթություն դարձել, բայց ինչ են անում իրենց ամենօրյա գործունեությամբ, հարձակվել են կրթական համակարգի վրա, հարձակվել են այն բոլոր գաղափարների վրա, որոնք ձեզ համար առաջնային են։ Սիրելի թոշակառուներ, դուք այն սերունդն եք, ովքեր 30 տարի առաջ եւ 30 տարվա ընթացքում պետություն ստեղծեցին, պետություն կայացրեցին, ովքեր Արցախ ազատագրեցին, ովքեր տնտեսություն զարգացրեցին։ Հիմա դուք ձեր ձեռք բերածը այս իշխանությունները ամեն օր ոտնատակ տալով կորցնում են այս իշխանությունները ամեն օր ձեր ձեռքբերումները փշրում են եւ կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի խոստումները։ Սրանք խոստացան, որ իբր թե գալիս են իշխանության եւ իբր թե ձեզնից թալանվածը հետ բերելով պետք է վերաբաշխեն պետք է բաժանեն ձեր մեջ։ Նրանք խոստացան, որ դուք բոլորդ 3 միլիոն վարչապետներ եք, բայց այդ 3 միլիոն վարչապետից քանիսն են այսօր այդ պարգևավճարները ստացել։ Իհարկե, միայն նրանք, ովքեր իշխանության մեջ են, միայն նրանք, ովքեր նախարար, փոխնախարար կամ մարզպետ ու փոխմարզպետներ են։ Իսկ միգուցե այդ թալանները չի էլ եղել։ Չէ՞ որ այդպես է։ Եթե ինչ-որ չափով էլ ինչ-որ բան եղել է եւ իրենք կարողացել են ինչ-որ չափով հետ բերել, ապա փաստորեն ստացվում է, որ իրենք հետ են բերել, որպեսզի իրենք իրենց պարգևավճարային, եւ ստացվում է, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի իրենք ավելի լավ ապրեն։ Սա է իրենց գործելավոճը, սա է իրենց աշխատավոճը։ Սիրելի թոշակառուներ, սիրելի մեծահասակներ, սիրելի հայ քաղաքացիներ, մենք այլևս իրավունք չունենք նման իշխանության ընտրելու եւ ընտրություններին պետք է անպայման մասնակցենք սրանց մերժելու համար։ Մենք պետք է լավ հասկանանք, որ չընտրել կամ չգնալ ընտրության դա նշանակում է, որ գնալ եւ Նիկոլին ընտրել։ Նույնն է, համարժեք է, որովհետեւ մանդատները բաշխվում են վավեր ձայների համամասնությամբ, վավեր ձայների։ Հետևաբար մենք պետք է անպայմանորեն գնանք եւ կատարենք ճիշտ ընտրություն։ Մենք պետք է ընտրենք այնպիսի ուժի, որը ազգային ընդդիմադիր ուժ է, որը պայքարում է այս հակազգային հակապետական իշխանությունների դեմ եւ համոզված եղեք, որ երբ որ սրանք հարձակվում են այդ ազգային ուժերի վրա, դրանով արդեն ապացուցում են, որ այդ ազգային ուժերը իրենց վախերն են, իրենց համար վախ են, իրենց համար վտանգ են։ Ինչքան ուժեղ են հարձակվում ազգային ուժի վրա, այնքան ավելի մեծ վտանգ են տեսնում այդ ազգային ուժի գործունեությունից։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի թոշակառուներ, սիրելի քաղաքացիներ, մենք պետք է անպայման գնանք ընտրության։ Մենք պետք է անպայման ընտրենք ազգային ընդդիմադիր ուժի, ով ունի այս երկիրը այս մարտահրավերներից դուրս բերելու իրատեսական ծրագիր եւ որ ամենակարևորն է, պետք է ընտրենք այնպիսի ուժի, ով ունի այդ իրատեսական ծրագրերն իրականացնող կարողականություն ունեցող թիմ։ Սիրելի հայրենակիցներ, Ինչ են ասում իրենք, ընտրությունների պահը մինչև կանդրադառնանք Տիկին Գյուրենին, որտեղ վերջերս Նիկոլ Փաշինյան, Ռուբենյան ինչ-որ բաներ էին ասում, բայց մինչ այդ օրինակ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը կուզեմ անդրադառնալ, մինչև անգամ իհարկե ասում են կոնտեքստից կտրված բան, բայց դա իհարկե ասել այն ինչ որ ասել է, մանկապղծության մեջ մեղադրել հոգևորականներին, դորսին տված իր հարցազրույցում։ Ես կխնդրեմ այս մասը, իրար շնորհավոր եք ասում են, ինչի համար շնորհավոր եք, ինչ երկիր են վերել։ Գիտեք, իրենք պատրաստ են ամենախայտառակ հայտարարություններն անելու, ամենաչհիմնավորված հայտարարությունն անելու, միայն թե ժողովրդին զբաղեցնեն, միայն թե ժողովուրդը իրենց մասին խոսի եւ միայն թե ժողովուրդը հանկարծ իրենցից իրենց խոստումների կատարման պահանջ չդնի։ Սա է սրանց գործելավոճը։ Իրենք խոսում էին, հիշեք, ասենք իրենց ընտանիքների ձևավորման կանոնների մասին,
մասին, իրենք հայտարարում էին, որ ասենք հենց Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգը ոչ եկեղեցով, ոչ պաշտոնապես, ոչ ԶԱԳՍ-ով ամուսնացած են եւ այսօր հայտարարում են, որ արդեն ամուսնացել են, նրանք հայտարարում են եկեղեցիականների, չգիտեմ, մանկապղծության մասին, ինչպես դուք եք ասում, հա, նրանք պատրաստ են ամենախայտարակ հայտարարություններն անելու, պարզապես էլի եմ կրկնում, ժողովրդին զբաղեցնում են եւ իրենք պատրաստ են դառնալ ժողովրդի քննարկման նյութը, խայտարակ լինելով, սուտ խոսելով, թե չհիմնավորված, առանց որևէ հիմքի հայտարարություն անելով, սրանց համար կարևորը, որ իրանք քննարկման հարթակներից դուրս չգան, որ ժողովուրդը իրենց հանկարծ չմոռանա եւ ժողովուրդը հիշի իրենց եւ սիրելի ժողովուրդ, այո, հիշեք իրենց ասածը եւ անպայմանորեն այդ ամեն ինչը հիշելով հասկացեք, որ սրանցից սրբապիղծ, սրանցից անհիմն խոսացող, սրանցից դավաճան, սրանցից ազգադավ իշխանություն չկա եւ հիշելով իրենց արածներն ու ասածները անպայման գնացեք ընտրության եւ ընտրեք ազգային ընդդիմադիր ուժին մենք ենք մեր երկրի տերը եւ մենք մեր ընտրությամբ պետք է կարողանանք ունենալ ազգային կարողականությամբ օժտված ուժ կարողականությամբ ազգային ծրագիր ունեցող ուժ որպեսզի կարողանանք մեր երկիրը հանել այս մարտահրավերներից եւ հետեւաբար նաեւ հետո ուժեղանալով փորձել կամած այնքան ուժեղանալ որ արդեն հետ բերել մեր կորցրածը իսկ այդ օրերը գալու են համոզված եղեք եւ սիրելի քաղաքացիներ նորից ու նորից պետք է մասնակցել ընտրության անպայման պետք է ընտրել ազգային ընդդիմադիր ուժի հակառակ պարագայում չմասնակցել կամ որևէ ազգային ընդդիմադիր ուժի չընտրել, դա նշանակում է նույնը, թե գնալ եւ ԿՊ-ին ու Նիկոլին ընտրել։ Իսկ դա մենք ազգովի այլևս չենք ուզում։ Իսկ մենք դա ազգովի այլևս թույլ չենք տալու։ Մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեզանով ձևավորելու ազգային իշխանություն եւ երկիրը հանել այս մարտահրավերներից։ Համոզված եղեք, մոտ է այդ օրը։ Շնորհակալություն։ Չէ, չխոսեցի։ Ամեն դեպքում հիմա տեղերի հետ կապված 65+ ինչ է կատարվում, այս խնդիրը լուծվելու հնարավորություն ունի, թե չէ ասում են հիվանդանոցներում ախտանելի վիճակի հետ։ Առողջապահական համակարգի այսօրվա գործողությունները, այսօրվա իրականացումը մի խայտառակ ընթացք է ջրի երես հանել։ Տեսեք, ես անընդհատ խոսում էի, ես անընդհատ բարձրաձայնում էի հարցը, թե արդյոք այդ համակարգում աշխատող այդ համակարգի ծանրաբեռնվածությունը հիմնականում իրենց ուսերի վրա կրող բուժաշխատողները, բժիշկներն ու բուժքույրերն ու ընդհանրապես միջին կրտսեր բուժաշխատողները աշխատակազմը կարողանա ըստ արժանվույն պետք է գնահատվեն իրենց աշխատանքի ծանրաբեռնվածության համար, իրենց աշխատանքի որակի համար, իրենց աշխատանքի դիմաց նրանք արժանվույն գնահատվելու են, թե ոչ, բայց այս երկու ամսվա ընթացքը ցույց է տալիս, որ ոչ բժիշկներն ու բուժքույրերը, բժիշկներն ու բուժաշխատողները, ավագ, միջին ու կրտսեր բուժաշխատակազմը ընդհանրապես համարժեք վարձատրություն չի ստանում եւ գեր ծանրաբեռնված աշխատում է այն հերթերը որ այսօր գոյացած են պոլիկլինիկաներում այն հերթերը որ այսօր գոյացել են հիվանդանոցներում փաստում են միայն մեկ բան որ այս համակարգը պատրաստ չէր այսօր իրագործելու իսկ իրենց դա չի հետաքրքրում գիտեք էլի եմ ասել եմ ու էլի եմ կրկնելու առողջության ապահովագրական համակարգից լավ բան, որ կարող է որևէ կառավարություն իր ժողովրդին իր հանրության առաջարկել, համարյա չկա, բայց այդ համակարգը առաջարկելուց առաջ, այդ համակարգը ներդնելուց առաջ, կիրարկելուց առաջ պետք է այդ համակարգը լավագույնս կազմակերպել։ Միևնույն է խնդիրներն առաջանալու են, բայց այն ձևը, որով որ սրանք կազմակերպեցին կամ չկազմակերպեցին ավելի ճիշտ բառը ոչ թե կազմակերպեցին վատ, այլ ուղղակի չկազմակերպեցին, անկազմակերպ ներդրեցին, բերելու է խայտառակ արդյունքների։
հասկանում եք, շատ բժշկական կենտրոններ չեն կնքել պայմանագրեր հիմնադրամների հետ այս համակարգի համատեքստում աշխատելու։ Ինչու? Որովհետև նրանց առաջարկված փոխհատուցումները կոնկրետ բուժծառայությունների դիմաց կոպեկների են հավասարվում։ Նրանց առաջարկված փոխհատուցումները նշանակում է բժշկին ու բուժքույրին կոպեկներով վարձատրել, եւ դեռ ավելին նրանք ասում են, գիտեք, մենք պետք է այո, պետք է նրանք լավ աշխատեն, լավ, նրանք պետք է աշխատեն, բան նրանց մոտիվացիա պետք չի։ Այդ ոնց եղավ, որ նախարարը իրենց 9 միլիոն պարգևատրությունը արդարացնում է համապատասխան մոտիվացիա ունենալով, աշխատանքի որակի բարձր մակարդակ ապահովելու պահանջով, իսկ բժիշկների վարձատրությունը, բուժաշխատողների վարձատրությունը նման պահանջի չի ենթարկվում։ Այսինքն բժիշկը կարող է էժան վճարվելով աշխատել, բժիշկը կարող է գերծանրաբեռնված չվարձատրվելով աշխատել, իսկ այ նախարարն ու փոխնախարարը իհարկե չեն կարող։ Նրանք պետք է 9 միլիոն պարգևավճար ստանան, նրանք պետք է օգտվեն ապահովագրության համակարգից, առողջության, նրանք պետք է բոլոր վայելքներից օգտվեն, որովհետև իրենք ԿՊ-ական են, որովհետև իրենք Նիկոլի կոճակները սեղմող են, որովհետև իրենք Նիկոլին այո ասող են։ Սիրելի ժողովուրդ, փաստորեն ստացվում է, պետք է կարողանալ պարել, պետք է կարողանալ հեծանիվ քշել, պետք է կարողանալ, չգիտեմ, թմբուկ նվագել, պետք է կարողանալ դիսկոտեկում այսպես շարժումներ անել, որպեսզի արժանանալ բարձր աշխատավարձի, որպեսզի արժանանալ բարձր պարգևների, որպեսզի արժանանալ Նիկոլ Փաշինյան ԿՊ պարգևատրումների ու Նիկոլ Փաշինյան ԿՊ այսինքն կյանքի բարիքներից օգտվելուն։ Հակառակ պարագայում փաստորեն ժողովուրդը արժանի չէ նման ոչ մի բանի։ Դե ինչ ժողովուրդ, եկեք թմբուկ նվագել սովորենք, եկեք հեծանիվ քշել սովորենք, սա է այսօրվա առաջարկը մեր ժողովրդին։ Իհարկե, ելի եմ կրկնում, մենք իրավունք չունենք այս իշխանություններին ընտրելու, վերընտրելու, մենք իրավունք չունենք այս իշխանություններին ընդհանրապես շանս տալու առաջիկա ազգային ժողովում հայտնվելու եւ դեռ ավելին, ինչ որ որոշակի գոնե քրիտիկական զանգված նրանք պետք է մանդատների չստանան եւ հետեւաբար պետք է գնալ ընտրության, պետք է մասնակցել անպայման ընտրության եւ ամեն մեկս մեր հերթին պետք է մեր վրա պարտք վերցնենք, որ գոնե մեկ ընտրության գնալուց հրաժարվողի մեր հետ տանենք եւ բացատրենք այդ մեկին, ամեն մեկս գոնե մեկին, ով անտարբերություն է ցուցաբերում, ով հրաժարվում է ընտրության մասնակցել, ամեն մեկս մեր հերթին մի հոգու նման քաղաքացու հետները ստանենք, բացատրենք, որ ընտրությունն է, որ հնարավորություն է ստեղծելու սրանցից ազատվելու եւ եթե ազգովի կանգնենք, մենք հաստատ հասնելու ենք հաղթանակի, համոզված եղեք։